Հուսով ենք, որի կատարում են մեր երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության, մոտ ապագայում Սյունիքում կտեսնենք ֆրանսիական ընկերությունների ներգրավումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքային նախագծի իրականացման գործում։ Պատմական բարեկամության վրա խարսխված մեր պետությունների միջև հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա, նպատակ ունենալով նաև օժանդակել Հայաստանին հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Շարունակաբար ընդլայնվում է համագործակցությունը բոլոր, ներառյալ ռազմավարական ոլորտներում, որտեղ օրեցօր ամրապնդվում են մեր կապերը։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել օրեր առաջ Երևանյան երկխոսության միջազգային համաժողովի շրջանակներում Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Բարոյի այցը Հայաստան, որի ընթացքում նախարար Բարոն մասնավորապես հայտարարեց Հայաստանում նոր ներդրումներ կատարելու Ֆրանսիայի որոշման մասին։ Սա հերթական անգամ փաստում է Հայաստանի տնտեսական զարգացման, ենթակառուցվածքների կայացման գործում Ֆրանսիայի աճող հետաքրքրության եւ էական նպաստ է բերելու այս կարևոր հանձնառությանը։ Հարգելի ներկաներ, Հայաստանի Հանրապետությունը չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը Հայաստանը եւ Ադրբեջանը ստանձնել են Ալմատայի հռչակագրով։